Եվ հիմա ինձ է սպասում արդարության պսակը, որը որպես հատուցում ինձ պիտի տա Տերը արդար դատավորը, այն նորը, եւ ոչ միայն ինձ, այլ նաեւ բոլոր նրանց, ով սիրեցին նրա հայտնվելը։ Ուրեմն այս համարը, սիրելիներ, ամենալավն է, որ բնութագրում է, թե մարդը ինչպես պետք է ապրի այս աշխարհի մեջ։ Տեսեք առաջին հատվածը նորից կարդամ, եւ հիմա ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը տալու է ինձ արդարության օրը։ Գիտեք, առաջ ինչպես էր, երբ որ մանրամարզիկները հաղթում էին օլիմպիական մրցումներ, ինչ էին տալիս, դափնե պսակ, չէ, այսինքն տեսանելի պսակ էին դնում, շքան նշաններ, պատվոգրետ գավաթները չկային, այսինքն այդ պսակն էին դնում, որ մի քանի ժամ հետո կամ թեկուզ 1 օր հետո պիտի թորոմեր, չորանար դեն նետեին, չէ։ Բայց ինքը այստեղ խոսում է հավիտենական պսակի մասին։ Ուրեմն ինչ է սա նշանակում, որ այս մարդը այնպես է ապրել իր կյանքը, որ վստահ ինքը գնում է ոչ թե դատվելու, այլ հակառակը պատիվ ստանալու։ Ուրեմն երբ որ մարդը իր կյանքի մեջ այսպես ապրում է, երբ քրիստոնյա, ինքը գիտի, որ մահ չի սպասում։ Չի սպասում։ Մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում փնտրում ենք Աստծուն, սիրելիներ։ Ով ուզում է լինի, ինքը փնտրում է Աստծուն։ Մենք մահվամբ գտնում ենք Աստծուն եւ մահից հետո շարունակում ենք Աստծո հետ ապրել։ Ուրեմն Պողոս Սարաքյալը այս վարձով էր, որ գնում էր դեպի հավիտենական կյանք։ Պսակ, անթարան պսակ չէ, այս աշխարհի մեջ ինչ որ մեզ տան, մի օր պիտի կորցնենք, չէ՞, կա մի բան, որ մեզ հետ պիտի տանենք այս աշխարհից։ Չկա։ Մենք ինչ ասես հավաքում ենք այս։ Մեկը սիրում է դրամներ հավաքել, մյուսը սիրում է նկարներ հավաքել, մյուսը սիրում է զարդեր հավաքել, մեկը հագուստներ հավաքել։ Ամեն բան մարդը կարող է հավաքել այս աշխարհի մեջ։ Մի բան կա, որ իրեն տանելու է, չէ։ Այս բոլոր իրեն արդարացնելու են։ Ոչ։ Մենք բոլորս ով էլ լինենք հավատացյալ կամ անհավատ, պիտի անպայման կանոնենք Աստծո դատաստանի առջև։ Այդ ժամանակ պիտի որոշում ենք ինչ ենք ստանում։ Կյանք դափնե պսակով, հավիտենական անթարան պսակով, լուսե պսակով, թե մահ պիտի ստանանք մեր մեղքերի մեջ մահանալու համար։ Ուրեմն Պողոս Սարաքյալը գիտեր այդ արդարության պսակը իր համար պատրաստում, դատաստանի օրը պիտի Տերը տա ինձ։ Ուրեմն դատաստանի օրը մենք պիտի հասկանանք, ինչպես է ասում, կան ոչխարներ եւ կան այծեր, չէ՞, այս համառությունն է ցույց տալիս մարդկանց, ով ինչպես պիտի լինի։ Ուրեմն մեր կյանքի նպատակը շահել է այդ հաղթանակը, երբ որ դու կանգնես առաջին աստիճանի վրա, քեզ դափնե պսակ կտան հավիտենական կյանքի։ Հիսուս դրա համար է եկել այս աշխարհ, սիրելիներ, որպեսզի մենք կարողանանք համբերությամբ անցնել այդ ճանապարհը, մեր գործերով, մեր սրտով պիտի լինենք։